Երևանում հեղուկ գազի գնի հերթական թանկացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև իշխանությունների բացահայտ ձախողման հերթական ապացույցը։ Ժողովուրդ օրաթերթը 3 ամբողջ օրահասանգեր է ստացել վարորդներից, գինը հասել է 250 դրամի, դառնալով հերթական հարվածը առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքացիների համար։ Սակայն առավել մտահոգիչ է ոչ թե գնի բարձրացումն, այլ այն փաստը, որ այս իրավիճակը վաղուց արդեն դարձել է նորմալ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսը շարունակում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից։ Հենց այստեղ են ի հայտ գալիս ոլորտի պատասխանատուները՝ Գեգամ Գևորգյանն ու Գևորգ Պապոյանը, որոնց գործունեությունը ավելի ու ավելի է հայտնվում հանրային քննադատության թիրախում։ Փոխանակ շուկան կարգավորելու և վերահսկելու նրանք փաստացի թույլ են տվել, որ այն վերածվի անկառավարելի դաշտի, որտեղ գները որոշվում են ոչ թե տնտեսական տրամաբանությամբ, այլ անհասկանալի պայմանավորվածություններով։ Ակնհայտ է մի բան՝ պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան, չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ, չի գործում արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն, իսկ շուկան կենտրոնացված է սահմանափակ շրջանակների ձեռքում։ Այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ համակարգային անգործության հետևանք։ Եվ երբ պաշտոնյաները լռում են կամ սահմանափակում ձևական հայտարարություններով, այդ լռությունը ընկալվում է որպես համաձայնություն ստեղծված իրավիճակի հետ։ Ի վերջո, հարցը դրվում է կոշտ. եթե պատասխանատու մարմինները չեն կարողանում վերահսկել կենսական նշանակության շուկաներից մեկը, ապա ինչով են զբաղված և որքան ժամանակ է պետք քաղաքացին շարունակի վճարել այդ անգործության գինը։